Բարև բոլորին ժողովրդան, այսօր խաղալու եմ Rocket League-ը նորից տուրնիր բաժնում։ Միանգամից բացատրեմ տուրնիր բաժինը իրանից ինչ է ներկայացնում։ Rocket League-ը խաղում գրանցվում է 32 խաղացող եւ նրանցից նրանք, ովքեր կարողանան երկուսով բոլոր թիմերի հերթականությամբ հաղթել, նվաճում են գավաթը։ Պետք է հերթականությամբ բոլորի հաղթենք, եթե մեկ անգամ պարտվում ենք, ապա դուրս ենք մնում տուրնիրից։ Իսկ հիմա խաղում եմ ռանդոմ խաղացողների հետ, տեսնում ենք, որ դիմացի խաղացողները պատրաստ են եւ նույնպես իմ թիմեյթները պատրաստ։ Մենք էլ ենք պատրաստ լինում, որ սկսվի խաղը։ Կիկ-օֆին ես եմ գնալու, տեսնենք ինչ կլինի։ Կվերցեմ թե կիկ-օֆը մերը չի։ Արագ գնում ենք բուստի։ Արա ոչ չմտավ։ Տեսնում ենք, որ դիմացի խաղացողներից մեկը վրատար է կայանում, դա մեր գործը դժվարացնում է։ Դեռևս խաղի արշիվը 0-0 է, ոչ մեկ չի կարողանում գոլ խփել, հիմա օրը շատ վտանգավոր է, չէ։ Փրկում եմ դարպասը։ 0-0 վերջացավ եւ սկսվում է դապալնիցների վրեմը, հիմա ով առաջի գոլը խփում է, նա էլ հաղթում է։ Արա լավն էր, բայց ափսոս չմտավ։ Եվ գոլի հեղինակ դառնալով փրկում եմ մեր թիմին եւ առաջ եմ մղում 1-0 հաղթում ենք առաջի թիմին։ Հիմա այստեղ պետք է սպասենք, տեսնում ենք, որ հաջորդ խաղում 4-2-ը հաշիվը եւ ընդամենը մնացել է 1.5 րոպե։ Նրանցից ով հաղթի մրցելու է մեր հետ։ Արդեն սկսվում է մեր երկրորդ խաղը, տեսնենք ոնց կխաղան, գնացինք։ Ասեք, որ սիրուն գոլ էր, մի հատ էս գոլի համար իջնում ենք, լայքերը դնում ենք։ Այս անգամ կիկ-օֆը իմներ գնում եմ գնդակի վրա։ Կիկ-օֆը մերն է։ Բուշ չունեմ էթան բուստի։ Սիրուն կոմբինացիայով դառնում եմ ասիստի հեղինակ, այս անգամ մեր թիմեյթն է գոլ խփում։ Արդեն այս խաղի ընթացքում դառնում եմ դուբլի հեղինակ, շատ լավ է, 3-0 հաղթում ենք։ Առաջ պայեց, 3-1 է դառնում խաղի արշիվը արդեն։ Արդեն կրճատում են խաղի արշիվը, սարքելով 3-2 պետք է ավելի լավ խաղանք։ Կիկ-օֆը մեր թիմեյթին է, ես էլ գնում եմ բուստի։ Պահում եմ գնդակը, շատ լավ էր։ Նորից եմ պահում։ Եվ հեռացնում եմ մեր դարպասից։ Եվ արա շտանգա։ Խանգարում են դիմացի խաղացողները, որ փորձեն գոլ խփել, բայց դա չեն կարողանում, տեսնում եք։ Արա ոչ չմտավ էլի։ Եվ նորից գեղեցիկ գոլ եմ խփում, արշիվը բարձրացնելով 4-2։ Արշիվը սարքում ենք 5-2 եւ հստակ կարող ենք ասել երկրորդ խաղն էլ ենք հաղթում արդեն։ Անցնում ենք արդեն երրորդ խաղին, տեսնենք այս խաղը ոնց կընթանա։ Կիկ-օֆը իմն է, գնում եմ կիկ-օֆ։ Եվ առաջի գոլը արդեն խփում է մեր թիմեյթը, շատ լավ, արշիվի մեջ առաջ ենք անցնում։ Պասը տվեց։ Արա ոնց պայեց։ Արա տարակացնում է։ Թվեցին 1-1 է դառնում խաղի արշիվը։ Ես գնում եմ բուստինգ, գնում է կիկ-օֆ։ Արա էլի չկպա, չէ, լավ էր պահումը։ Եվ առաջ եմ մղում մեր թիմին, 2-1 եմ սարքում խաղի արշիվը։ Պահում եմ գնդակը։ Տարակացնում եմ, բայց թիմեյթը գոլա խփելու թե չէ, գոլ, շատ լավն է, շատ լավ թիմեյթ ունեմ։ Նորից գոլ եմ խփում, ես ուղղակի ջախջախիչ արշիվը 5-1 կրում ենք։ Չկպա եւ գոլ ենք բաց թողում, արշիվը դառնում է 5-2։ Նորից գոլ ենք բաց թողում, բայց դա 5-3 է խաղի արշիվը, 30 վայրկյան է մնացել, չեն կարողանա խփել։ Վստահ հաղթում ենք նաեւ երրորդ խաղը, իսկ հիմա անցնելու ենք 4-րդ խաղին։ Արդեն մենք գտնվում ենք Իսա եզրափակչում, 2 խաղ է մնացել, ընդամենը որ որոշենք թե ով է հաղթելու գավաթը։ Իսկ աջ մասում կարող եք տեսնել ռեյտինգները, օրինակ մեր թիմը 5-րդ տեղում է, ես 7 գոլ խփելով 6-րդ տեղում եմ,
Ադբոյայի դարպասը անառիկ բայելն է, մի հատ բայել ենք դարպասը, իսկ ամենավերջում ասիստներ 5-րդ տեղում ենք 3 ասիստ կատարելով։ Իսկ հիմա սկսվում է այս խաղը, ասեմ, որ 2 խաղից է բաղկացած, պետք է 2 հատ ախտենք, որ անցնենք մյուս փուլ։ Եվ առաջի գոլը խփում եմ ես առաջ մղելով մեր թիմին։ Անցնում ենք երկրորդ կիկոֆին, տանում եմ կիկոֆը, բուստը չհարցրի վերցնեմ ափսոս։ Սիրուն գոլ է խփում եւ արշիվը դարձնում է 1-1։ Բայց գնդակը Արապայեցին նորից։ Եվ մեր թիմեյթը գոլ է խփում, արշիվը ընթանում 2-1 շատ լավ է։ Պահում եմ գնդակը։ Նորից եմ պահում։ Վերջի վարկյանին չի մտնում գնդակը մեր դարպասում։ Առաջի խաղը մենք ենք աղթում եւ մնաց ընդամենը 1 աղթանակ, որ ամբողջությամբ աղթենք խաղը։ Դիմացի խաղացողները խաղից դուրս են գալիս եւ միանգամից մենք աղթում ենք 2 խաղն էլ։ Կիսա եզրափակի չաղթեցինք, իսկ հիմա մոտիկ անում ենք եզրափակչին, սպասում ենք խաղացողներին, որ տեսնենք ում հետ է մեզ գցում։ Ընդհանուր գոլերով մեր թիմը շատ լավ ցուցանիշ ունի, առաջի տեղը իրար հետ զիջում են 17 գոլով, երկրորդ տեղը 15 գոլն է եւ երրորդ տեղը մենք ենք 14 գոլ։ Սկսված է նաեւ ֆինալի խաղը, ով որ 2 խաղ աղթում է ընդհանուր չեմպիոնությունը։ Առաջի գոլը միանգամից բաց ենք թողում, ստեղ սխալվանք եւ բաց թողեցինք։ Կիկոֆը մեր թիմեյթն է, ես գնում եմ բուստի, պահում եմ գնդակը։ Նորից սեյվ եմ կատարում։ Եվ մեր թիմեյթը գեղեցիկ գոլ է խփում, արշիվը հավասարեցնում է։ Տեղ ֆրիստայլ է կատարում։ Բաց ենք թողում նաև երկրորդ գոլը, ընդհանուր խաղի արշիվը 1-2։ Օրա պայս գնդակը, ոնց։ Եվ նորից մեր թիմեյթը իրան ասիստ տանում եւ գոլ է խփում 2-2 խաղի արշիվը։ Առաջի խաղը մրցակիցը հաղթում է մեզ 1-0, անցնում ենք երկրորդ խաղին։ Եվ առաջի գոլը խփում եմ ես առաջ մղելով մեր թիմին 1-0։ Տրաքացնում է ինձ։ Պահում է գնդակը եւ չեմ հասցնում ուդար անեմ։ Նորից հավասարեցնում են խաղի արշիվը 1-1, տեսնենք կարող են գոլ խփել եւ փրկել խաղը։ Եվ գեղեցիկ ասիստ կատարելով մեր թիմեյթը գոլ է խփում 2-1 խաղի արշիվը։ Արա պայծ գնդակը։ Նաև խփեցին երրորդ գոլը, հիմա ունենք 38 վայրկյան, որ խփենք եւ փրկենք խաղը ընդհանուր։ Ցավոք սրտի չկարողացանք աղթել, պարտվեցինք ֆինալում, բայց դե հետաքրքիր ու լարված խաղեր ունեցանք։ Զոլոտը բարդության տակ մենք գրավեցինք երկրորդ տեղը եւ մեզ տվեցին գազար աչոկներից։ Իսկ մենք այսօր վերջացնում ենք վիդեոն, իսկ դու իշտ մեզ ներքև կոմենտների բաժնում գրում ես թե տուրնիրում խփած գոլերից որը քեզ ամենաշատը դուր եկավ։ Այնուհետև բաժանորդագրում ես ալիքին, դնում ես քո լայքը, իմ էկրանին ներեմ մաթված բաժանորդագրվես ու լայքես եւ ամենավերջում միացնում ես զանգակը ու սպասում ես իմ վիդեոներին։